Արդ դուք այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Անհավատալի խաղաղություն կա իմանալով, որ մեր աղոթքները գտնվում են ինքնիշխան Աստծո ձեռքերում։ Երբ մենք ասում ենք քո կամքը լինի, մենք ընդունում ենք նրա անսահման իմաստությունը և հավատարիմ ենք նրա աստվածային նպատակներին։ Եթե Աստված ինքնիշխան չէ, ուրեմն Աստված Աստված չէ։ Այս խորը ճշմարտությունը հանգստացնում է մեզ այն պահերին, երբ վախը կամ անորոշությունը ճնշող է թվում։ Երբ ես խորում եմ մարգարեական այս համարների շուրջ, որ ասում է. «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն», ասում է Տերը, այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Ես ինքս ինձ հիշեցնում եմ, որ Աստծո մտքերն ու ուղիները շատ ավելի են, քան իմը, նրա նպատակներն ավելի բարձր են, նրա ժամանակը կատարյալ է, և նրա ծրագիրը միշտ լավ է, նույնիսկ երբ ես չեմ կարող տեսնել այն։ Այս կերպ աղոթելը խոնարհություն է պահանջում, հատկապես երբ սիրտդ ցանկանում է ամեն բանի վրա վերահսկողություն ունենալ։ Բայց երբ հանձնում ես ամեն բան Աստծո ինքնիշխան կամքին, ազատություն ես գտնում և հոգիդ հանդարտվում է։ Դա կատարյալ վստահություն է, որը հիմնված է նրա անսահման սիրո և առաջնորդության վրա։ Աղոթքի այս կեցվածքը հիշեցնում է ինձ, որ իսկապես կարևորը Աստծո թագավորությունն է, այլ ոչ թե իմ ցանկությունները։ Հայր, թող քո կամքը թագավորի իմ կյանքում, ինչպես որ երկնքում է։ Ամեն։